դուրս ձերբակալվելու են։ Հույս չունենաք, որ այլ կերպ է լինելու։ Ես ասացի այն, ինչ ասացի, Վահագն Ալեքսյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, ես ուրեմն ֆիքսել ուղղակի Հայաստանի քաղաքական դաշտում քննադատում են պարոն Ռուբինյանին, Հայաստան դաշտի падգամավորները, որ ասում ընտրակաշարք բաժանողները դատվել են, բայց ընտրակաշարքի մասին ոչ մի խոսք, որտեղ իրանց քաղաքական ուժը, իրանց քաղաքական թիմի լիդերը որպես այդպեսին ընտրակաշարքի ծնունդ է, չլներ ընտրակաշարքը, չելնի իրանց քաղաքական թիմի լիդերը որպես քաղաքական գործիք տարբեր մարդկանց ձեռքերում։ Էլ չհիշացնեմ ձեր վաղար շաբաթի ընտրությունները, որտեղ ձեր ակտիվիստները մարդկանց վրա կներեք արտահայտության համար, հարգելի քաղաքացիներ, ովքեր մեզ դիտում են, բայց այդ ձայնագրությունները կան, ձեր Հայաստան դաշինքի հետ քոչարյանական խաժամուժը ասում էր մարդկանց վրա քֆուր կդնեք, որ գնան մեզ ընտրեն։ Հիմա մարդիկ էլ ըստ երևույթին ձեր քֆուրին կներեք էլի արտահայտությանս համար ձեր քֆուրին քֆուրով պատասխանեցին ու ձեզ ցույց տվեցին ձեր տեղը, որտեվ Հայաստանի Հանրապետության վրա քֆուր դնողը դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա քֆուր դնողը դեռ չի ծնվել, եթե հանկարծ ծնվել էլ է, դրանից չի խերվել։ Հարգելի Հայաստան դաշինք, հարգելի Ռոբերտ Քոչարյան եւ նրա թիմ որպես այդպեսին։ Բայց ինչեւ էստեղից խոսում են, ասում են խաղաղ ցուցարների վրա ոստիկանությունը բռնություն է կիրառել։ Որ խաղաղ ցուցարներ։ Ու միաժամանակ նախադասության մեջ օգտագործում են 18 արդարներ բառակապակցություն։ Ուրեմն այդ արդար կոչվածներից մեկը ենթադրաբար են գարգերկողին նկատի ունեն։ Եկել է ոստիկանների առաջ կանգնել է, ասել է տղերք, ձեր կասկեքը հանեք, ձեզ ոչինչ չի լինելու։ Ասելուց 10 րոպե հետո կամ 20 րոպե հետո իր հետի խաժամուժը սկսել է փողոցի բորձորները ջարդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ովքեր որ այդ կասկեքը հանել էին, հավատալով այդ գարգերկողին, ով որ հոգևորականի հագուստ էր կրում։ Ասում խաղաղ ցուցարների վրա ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել, ինչի ոստիկանությանը դրա համար չեք պատժում։ Կամ ասում կոռուպցիայի ընկալման համաթիվը բարձրացել է կամ հետընթաց է գնաց։ Տրամը բանական է։ Գյումրիում տարակինում ո քաղաքապետ սարքեցիք։ Գյումրիում տարել քաղաքապետ եք սարքել մի մարդու, ժողովուրդ ջան։ Ով որ հեռախոսի զապիսով էլի ձայնագրված է, էլի բանը կա, մարդը ասում է այդ $2000 ինչքան էր այդ փողը, չեմ էլ հիշում արդեն, իրանք էլ են երևի խառնվել այդ թվերի մեջ, այդ կաշառքը, հա, $4000 վերու։ Հա, 4 միլիոնը վերու, ըհը։ Դե բնական է, մարդը դա տենում է, բայց այս թվում է կոռուպցիայի ընկալման համաթիվը տենց այդ ամեն ինչից բան չի լինում։ Համայնքապետերից Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը դրա վրա ազդեցություն չի ունենում։ Հազար ներողություն։ Կամ բանը, ասում է, Արթուր Սարգսյանը, ոնց եք նայելու աչքերի մեջ, որ բանը, աստղիկները ուր են։ Ժողովուրդ ջան, եթե այդ աստղիկները չկան, ավելի վատ ձեր համար, ուրեմն դուք փուչիկ եք։ Չէ, փուչիկ եք, խեք փուչիկ, որտեվ ասենք այդ ձայնագրությունը հոգա ոչ մեկ միջև մա չի վիճարկում այդ ձայնագրությունը, որ Արթուր Սարգսյանը ձայնագրության մեջ մանրամասն ներկայացնում է այն աստղիկները, որոնք որ պետք է նետվեն գազելի մեջից մեքենաների տակ, ու նաև նկարագրում է դրա տեխնիկական բնութագիրը, որ ինքը ոչ թե ակը ծակում է, այլ ակը ճղում է։ Ես հստակ ասում եմ, եթե ակը ճղող բաներ են շպրտվում փողոցներում, դա հանգեցնելու է վթարների, որոնք կարող ունենան ընդհուպ միջև ողբերգական ելք։ Հիմա եթե այդ խոսակցությունը ունեցել են, այդ պլանները կազմել են, բայց բուն աստղիկները լավ են թաքցրել, ու հիմա քննչական մարմինները չեն կարողանում գտնել, կներեք, ես այդտեղ ասելու բան չունեմ։ Okay, շատ լավ, չկան այդ աստղիկները, չեն գտնում այդ աստղիկները, բայց դրանից ձեր խոսակցության էությունը չի փոխվում։ Ոնց որ հիմա երկու հոգի խոսան, ասեն ընկեր, արի բանը, տենց 10 կիլո տրածիլով մի հատ բոմբ սարքենք, տանենք ազգային ժողով, գցենք ազգային ժողովը տրաքացնենք։ Տենց պայմանավորվածության կան, հետո ձերբակալեն այս մարդկանց տերորիզմի մեղադրանքով, ասեն, բա ուր է բոմբը, բոմբը չկա բոմբը։ Ասենք абսուրդ է, էլի ժողովուրդ ջան, հերիք է մարդկանց բանականությունը այդ աստիճանի վիրավորեք, առհասարակ։ Էլ մեծ հաշվով էլ ասելու բան էլ չկա, բայց չգիտեմ, մեկ-մեկ այս դատարկ տեսարանը տենալով տխրում եմ, որ արդեն մի ամսից ընդամենը Հայաստան դաշինքը էլ խորհրդարանում չի լինելու, այս գեղեցիկ դատարկ տեսարանը էլ չենք տեսնելու։ Ինչևէ, ամեն դեպքում նորից շնորհակալություն համապատասխան քանակի ձայներ փոշիացնելու համար, ես կարծում եմ դա շատ կարևոր է, բայց պարոն Ռուբինյանի ասածը շարունակելով, ոչ այդքան հարգելի ընտրակաշառատուներ կամ նույն ինքը ընտրական տասովշիկներ, որտեղ էլ լինեք, ինչպես էլ լինեք, ինչ էլ որ ձեզ խոստացած լինեն,
ինչ փաստաբանել ձեր խոստացած լինեն, ինչ փողերել ձեզ խոստացած լինեն, մեկը բռնվելու եք, ընկնելու եք բանտի ծակերը, ձեզ բռնելու են ու ձեզ գցելու են բանտի ծակերը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նույնիսկ, չգիտեմ, ձեր մտերիմներից, հարազատներից, ում որ կներգրավեք այդ կեղտոտ ու զզվելի հակապետական ընտրակաշարք բաժանելու տասովկայի մեջ, բոլորը բռնվելու են։ Կներգրավեք ձեր կանանց, նրանք էլ են բռնվելու, կներգրավեք ձեր այլ հարազատներին, բարեկամներին, նրանք էլ են բռնվելու։ Ում ներգրավեք, նրանք բոլորը բռնվելու են, ձեզ ոչ մեկ չի փրկելու։ Ոչ մեկ բացարձակապես ձեզ չի փրկելու։ Նույնիսկ Գալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը չի փրկելու։ Ընդհանրապես ոչ մեկ ձեզ չի փրկելու։ Կարող եմ երկու անգամ ձևական ակցիա անեն, բայց հավեսել չեն անելու։ Սենց էս հիմա ոնց է այս ներկայիս ընդդիմությունը գալի մեկու մեջ ամբիոնից ելույթ բան ա ունենում, տենց ինչ որ բանտարի իրանց թիմակից բանտարկյալների անունը տալի, հա այդ երկու բանը կանեն, երկու ելույթ կունեն, բայց ուրիշ ոչ մի բան չի լինելու։ Գնալու եք 5-ից 7 տարի փդելու եք բանտում։ Ուրիշ բան ձեր հետ տեղի չի ունենալու ու ոչ մեկ ձեզ տեր չի կանգնելու։ Դուք գնալու եք ու կորեք։ Ու սիրելի քաղաքացիներ, եթե ձեզ առաջարկում են ընտրակաշարք, խնդրում եմ իմացած եղեք, որ ձեզ ոչ թե ընտրակաշարք են առաջարկում, այլ առաջարկում են բանտի պուծյով կա։ Ընտրակաշարքը վերցնելով դուք կատարում եք քրեական հանցագործություն։ Քրեական հանցագործություն ու ձեզ էլ են բռնելու։ Դա շատ վատ կլինի ձեր ապագայի համար, բայց այնուամենայնիվ այդ է իրողությունը։ Դա քրեական օրենք է։ Չի կարելի վերցնել ընտրակաշարք, եթե վերցնեք, դուք էլ եք տարիներ անցկացնելու բանտի հետևում։ Մի հատ պատկերացրեք, այդ ինչքան փող արժի վերցնել, որ դրա համար գնալ 5-7 տարի նստել բանտում։ Ես կարծում եմ չկա տենց փող, որի համար արժի կյանքից 5-7 տարի զոհաբեր։ Էնպես որ լավ մտածեք, իսկ ընտրատասովщикներն ու մնացածը թող իրանք հարց տան։ Ինչի իրանք շեֆերը, իրանք շեֆերի որդիները, իրանք շեֆերի եղբայրների որդիները անձամբ ընտրակաշարք չեն բաժանում, այլ այդ պատվաբեր գործը վստահում են հենց ընտրատասովщикներին։ Մի պարզ պատճառը, որտեղ նրանք չեն ուզում նստեն, որտեղ նրանք լավ գիտեն, ով այդ գործը անի, նստելու է։ Էնպես որ ինչ ասեմ, եթե արդեն իսկ ներքաշված եք դրա մեջ, ապա հիմիկվանից ձեր բանտի պարագաները կապեք, եթե չէ, ավելի լավ է չմտնեք այս գործի մեջ։ Բարին ընդ ձեզ։ Պարոն Ալեքսանյան, իդեպ այդ որ ասացիք, ձեզ ոչ ոք չի հիշելու, ես էլ ուզում եմ հիշեցնել, կհիշեք, ոնց Քոչարյանը մի անգամ հելավ, ասեց լավ կլինի, որ եկեղեցու սրբազաններից մեկը ընդդիմադիր պայքար գլխավորի, գտան մի հատ սրբազան, մարդ հավաքեցին, որ միտինգներ անի, արեց, ոչինչ չստացվեց, մարդ չհավաքվեց, վերջում ըստ դատախազության մեղադրանքի այնքան չարացավ իր հոգին, որ տերորիստական ակտեր սկսեց կազմակերպել, հիմա նստած է իրան ոչ մեկ չի հիշում։ Քոչարյանն ենք փուրը տվեցին, գնացին, չէ՞, ոչ մեկ իրան չի հիշում, ոչ մի ակցիա, ոչ մի մեր հերոս, մեր սուրբ, մեր սրբազան։ Ու այդպես լինելու է բոլոր ընտրակաշարք տվողների ու վերցնողների հետ։ Եվ նրանց դրան դրթողների հետ վերջում ես վստահ եմ։